Ողջույն հայրենակիցներ, ուղիղ 5 ամիս է անցել իրանական պատերազմից եւ այս ընթացքում բոլորը խոսում են տնտեսական հնարավոր ճգնաժամերի մասին եւ ընդհանրապես փորձենք հասկանալ թե ովքեր են տուժողները այս պատերազմից եւ ովքեր են շահողները, քանի որ ցանկացած իրավիճակում լինում են երկուսն էլ եւ այդ հարցերի պատասխանները ստանալու համար այսօր մեր տաղավարում է քաղաքագետ, տնտեսագետ Հայկ Տեր-Ներսիսյանը, ողջույն Հայկ, շնորհակալ եմ որ եկաք, ինչպես ասացի, ուրեմն losers եւ winners չէ, այդ ամերիկացիները սիրում են դրա մասին խոսել։ Հիմա փորձենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է սպասվում առաջիկայում, որտեղ բոլորը փորձում են կանխատեսումներ անել, եթե եւս 5 ամիս շարունակվի այս պատերազմը եւ այլն։ Նախ հասկանանք, թե ինչպես այդ իրանական պատերազմը անդրադարձավ գլոբալ տնտեսության վրա, համաշխարհային։ Ինչ արդյունքներ, ովքեր են հիմնական տուժողները, որովհետև մենք հասկացանք, որ բոլորը խոսում են Իրանի միջուկային ծրագրի մասին, բայց ամենամեծ միջուկային զենքը Իրանի դա Հորմուզի նեղուցն է, որը մինչև հիմա էլ օգտագործվում է գլոբալ տնտեսության դեմ, ճնշում գործադրելու Միացյալ Նահանգների վրա։ Ովքեր են տուժողները եւ ովքեր են շահողները։ Տեսեք, Արթուր ջան, կարծում եմ շահողներ չկան։ Իսկ հիմա բոլորն են տուժել։ Ուղղակի այստեղ հարցը թե ինչքանով է դա դեռ երևում։ Օրինակ բոլոր երկրների ռեզերվները նավթային կտրուկ անկում են ապրել։ Միացյալ Նահանգներում կա Strategic Petroleum Reserves, SPR, ամեն չորեքշաբթի դուրս է գալի ռիփորթը, ամեն չորեքշաբթի ցույց է տալի, որ ամեն շաբաթվա վրա նվազում է։ Գիտենք, որ Չինաստանում շատ մեծ անկում եղավ իրանց ռեզերվների։ Սա ինչ է նշանակում։ Որտեղ Չինաստանը շատ մեծ կախվածություններ Հորմուզի նեղուցությունից։ Այո։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ միգուցե տնտեսության վրա դեռ այդ անգլերեն ասած այդ impact, այդ ազդեցությունը չենք տեսնում, բայց background-ում այդ ռեզերվները անկում են ապրում։ Այսինքն մենք այդ ազդեցությունը այդքան էլ չենք տեսնում։ Ճիշտ է, գազի, բենզինի գները թանկացել են, ընդհանրապես էլեկտրոէներգիան թանկացել է մի քիչ, բայց այդքան շատ մեծ չի։ Դա շնորհիվ այդ ռեզերվների, թե այլ ընտրանքային ինչ-որ տարբերակներ են գտել աշխարհում։ Ամենամեծ պատճառը դա ռեզերվներն են։ Եթե ռեզերվները չլինեին, նավթի գինը երևի 150-200 կլիներ բարելը։ Ուղղակի խնդիրը նրանում է, որ այդ ռեզերվները անվերջ չեն, այսինքն նվազում են։ Որքան դեռ պաշարներ ունի, օրինակ Միացյալ Նահանգները։ Քանի տոկոսն է սպառել եւ քանիս է մնացել։ Գիտեք ոնց է, տեսեք, այդ թիվը անգիր չեմ կարող ասել, ինքը հատ տատանման մեջ է, հետո կա ստեղ մի հատ ուրիշ էֆեկտ, կա օֆիցիալ թիվ եւ կա ոչ օֆիցիալ, ենթադրում եմ թիվ։ Այսինքն որ ավելի ազգային անվտանգության հետ կապ ունի։ Այսինքն դժվար է ասել, ամեն չորեքշաբթի հանում են ռիփորտը, օրինակ ես այս անցած չորեքշաբթին չեմ նայել, գրաֆիկն էի նայում, որ էլի անկում է ապրել։ Սա մի բան է նշանակում, որ դեռ ժամանակ կա, որ մեծ տնտեսությունների վրա տենց ուժեղ հարված դեռ չի լինում, բայց սա ընդհանրապես ուղղակի ժամանակավոր էֆեկտ է։ Ուղղակի ժամանակի հարցը մինչև եթե սա, ինչպես դուք ասացիք, 5 ամիս շարունակվի, ես կարծում եմ բավականին կատաստրոֆիկ լինի ամբողջ գլոբալ տնտեսության համար։ Ու նույնիսկ այն երկրները, ովքեր բենեֆիտ ունեն նավթի բարձր գներից, դա միայն ժամանակի հարց է, որտեղ պետք է վերջիորոշ կարողանաս նավթը վաճառել։ Իսկ ով պետք է գնի այդ նավթը, այսինքն լիքը երկրներում, եթե բանկերի վրա դա շատ վատ ազդի ու տնտեսական ճգնաժամ լինի, ապա տնտեսությունը զգալիորեն կդանդաղի եւ դա նշանակում է, որ նույնիսկ նավթի պահանջարկը կարող է անկում ապրի ժամանակի ընթացքում։ Այսինքն պետք է տեսնենք, թե ոնց կզարգանա։ Թվերը ինչի մասն են խոսում, որ գլոբալ պահանջարկի համաշխարհային տնտեսության 20%-ն է, 18-ից 20%-ն է միայն կախված Հորմուզի նեղուցից, նավթի եւ նաեւ գազի, չէ՞, այն 23%-ը Հորմուզից, այո։ 20%-ն է եւ արդեն 5 ամիս անցել է։ Արդյոք այն երկրները, որոնք դրա մասին է խոսենք, ովքեր են հիմնական ավելի շատ տուժել, դա իմ կարծիքով միջին ներողություն ասիական երկրներն են, Չինաստան, նաեւ Հնդկաստան, բայց այդ երկրները չեն գտել այլ ընտրանքային ուղիներ իրենց էներգետիկ խնդիրները լուծելու համար։ Օրինակ ասենք Չինաստանը, որը հիմնականում կարծեմ 20% է իր երկրի պահանջարկի հենց այդ տարածքով է անցնում։ Օրինակ կարող է դիվերսիֆիկացնել իր աղբյուրները, այդքան կախվածություն չունենալ
Հորմուզի նեղուցից, ասենք ստանալ Վենեսուելայից կամ Միացյալ Նահանգներից, նույն Միացյալ Նահանգներից գնել։ Ինչ որ փոփոխություններ նկատվել են, որովհետև երբ որ մենք լսում ենք ամերիկյան իշխանություններին, նրանք ասում են, որ մենք, այսինքն թվերն են դրա մասին խոսում, որ Ամերիկա, օրինակ Միացյալ Նահանգները ավելի շատ է արտահանում այս ընթացքում, այսինքն այդ winner-ների թվում արդյոք Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Կանադան, այլ ինչ երկրներ կա, Ղազախստան, Նորվեգիա, Անգոլա, ես ցուցակ եմ հանել, նրանք են արտահանող։ Արդյոք նրանք չունեն այդ ռեզերվները, որպեսզի կարողանան, այսինքն այդ բացը լրացնել։ Խնդիրը մենակ ռեզերվների մեջ չի, խնդիրը նաև ուղիների մեջ է, հա, լոգիստիկայի մեջ, այսինքն տրուբաները ժողովրդի լեզվով ասած, հա, նավթ ուղիները, այսինքն նավթը մեծամասամբ վաճառվում է երկու տարբեր եղանակով, մեկը տանկերներով, օվկիանոսով, որը հիմնականում Միացյալ Նահանգների այսպես կոնտրոլի տակ է, գոնե երկար ժամանակ այդպես է եղել, չհաշված հիմա թե Հորմուզի մոտ ինչ է կատարվում։ Մյուսը դա եղել է արդեն խողովակներով։ Հիմա գտնել խողովակները իրանք էլաստիկ չեն, հա, այսինքն իրանք ինչ որ ֆիքսված դիամետր ունեն, թե ինչքան կարող են տանեն, այսինքն այնտեղ կարողա տարբեր ճյուղերը կարողանան կպցնեն եւ տարբեր երկրներ իրենց նավթը մի ընդհանուր նավթի բայց սահմանափակ է։ Հիմա տանկերները դա ավելի ընդունված, հա, միջազգային առևտրի տեսանկյունից ավելի ընդունված ձևն է։ Տանկերների դեպքում երկու ամենամեծ նեղուցները, նույնիսկ կարելի է ասել 3 ամենամեծ նեղուցները դա մեկը Հորմուզն է, որը աշխարհի 23%-ն է, մյուսը Մալակկան է, որը 17%-ն է մոտարպես։ Չինաստանի, Թայվանի, այսինքն դեպի Չինաստան, Թայվան, դե Ֆիլիպինների, Ինդոնեզիայի այդ մասով է գնում, կղզիների շատ նեղ, շատ ստրատեգիական կետ է։ Ու արդեն գալիս է Կարմիր ծովը, Բաբ էլ-Մանդեբը, այո, եւ Սուեցկի կանալը, որը տանում է դեպի միջերկրական։ Իմիջիայլոց երբ որ մենք ասում ենք 23%-ը Հորմուզն է, այնտեղ եւս 8%-ը մոտավորապես այդտեղով է անցնում։ Այսինքն եթե Սուեցկի կանալի վրա էլ լինի ինչ որ որոշակի հարձակում, դա արդեն աշխարհի մոտավորապես 40%-ն է նավթի։ Այսինքն մենք խոսում ենք շատ լուրջ կատաստրոֆիկ իրավիճակի մասին։ Եթե պատերազմի աշխարհագրությունը լայնանա, այնեղ հութիները խառնվեն եւ այլն, Բաբ էլ-Մանդեբ կոչվում է, մենք տեսանք մի քանի օր առաջ, շատ ավելի գլոբալ ազդեցություն ունենալու։ Այդ էսկալացիան գնում է երկու ուղղությամբ, մեկը ոնց որ վերտիկալ դեպի վերև, մյուսը հորիզոնտալ։ Վերտիկալ նկատի ունենք ավելի լուրջ զենքերով են իրար խփում, ավելի ինտենսիվ են ռմբակոծում, իսկ հորիզոնտալ, այսինքն իր աշխարհագրությունն էլ է կամած լայնանում։ Ու սա այնպես չի, որ կոնտրոլի տակ պահվող բան է։ Հայտնի տեսաբան կար պատերազմի ֆոն Կլաուսևիցը, ասում էր անգլերեն fog of war, այսինքն պատերազմի մշուշը։ Այդ այսինքն անկանխատեսելիությունը, պատերազմը գնում է, չգիտես ինչ անկանխատեսել, նույն եղանակը։ Դու չգիտես եղանակը թե ոնց կարող է ազդի պատերազմը։ Հիմա նույնը այստեղ մենք ունենք լիքը խաղացողներ տարբեր հետաքրքրություններով, մենք ունենք առնվազն երկու մեծ պատերազմ, որոնք գնում են իրար զուգահեռ, իրար հետ փոխկապված չեն, բայց կան որոշակի եզրեր։ Ռուսաստան, Ուկրաինա, այստեղ Իրան, Միացյալ Նահանգներ, այնտեղ մենք ունենք հութիներ եւ Սաուդյան Արաբիա, մարդիկ ասում են հութիները դրանք Իրանի պրոքսին են, որը այդքան էլ այդպես չի, բայց ալյանսի մեջ են Իրանի հետ, բայց նրանց խնդիրը Սաուդյան Արաբիայի հետ է, այսինքն այստեղ տարբեր խաղացողներ կան, որոնք թվում է թե մի քանի մեծ խաղացող են, բայց այդպես չի, այսինքն շատ ավելի փոքր խաղացողներ խաղում են բավականին ավտոնոմ, ինքնուրույն որոշումներ կայացնելով։ Այո, աշխարհի նավթի ամենախոշոր արտահանողը, ես թվերն անեցի, թերևս Սաուդյան Արաբիան է, 7.2 միլիոն բարել օրական, այսինքն գլոբալ պահանջարկի 6-8%-ն է ապահովում գլոբալ աշխարհի մասշտաբով, բայց Սաուդյան Արաբիան ունի նաև այլընտրանքային ուղիներ, չէ՞, այդ խողովակները, որի մասին դուք ասացիք, եւ նաև խոսվում էր այն մասին, որ օրինակ Իսրայելի վարչապետն է դա առաջարկում նոր այդպես խողովակաշար կառուցվի Սաուդյան Արաբիայից, որը կանցնի այդ բոլոր գով երկրներով, որը կարող են միանալ, ցկվի մինչև Իսրայելով դեպի Եվրոպա։
այդ ուղղությամբ արդյոք կա ինչ-որ քայլեր արվել են այս 5 ամիսների ընթացքում, թե ոչ։ Նախ Սաուդյան Արաբիան շատ Որովհետև գիտեք, ինձ թվում է բոլորի համար դաս եղավ, որ այնինչ եղավ հիմա, կարող է կրկնվել, ասենք 10 տարի հետո կամ չգիտեմ 5 տարի հետո, 20 տարի հետո, դա ինչ որ իսկապես միջուկային զենք է, որ այսօր Իրանն է օգտագործում, վաղը մեկ ուրիշը կարող է օգտագործել, այսինքն կախվածությունից Հորմուզի նեղուցի հետ կախվածությունից թոթափելու համար ինչ որ այլ տարբերակներ աշխարհը այսօր որոնում է թե ոչ։ Նախ Սաուդյան Արաբիան այս արդեն վերջին մի 20 տարին խողովակների վրա աշխատում էր հենց պատրաստվելով նման իրավիճակի համար։ Իրանց մոտ շատ մեծ խողովակը դա հենց տենց է կոչվում East-West, արևելք արևմուտք այդ խողովակը, որը գնում է արևմտյան ափը դեպի պորտը Յամբու է կոչվում, բայց արի ուտես, որ հութիները հենց այսպես ռուսերեն բառով ասեմ, շանտաժի տակ են պահում հենց Յամբու գնացող այդ պորտը, որ ասում են, տեսեք, մեզ պետք է վճարեք, թե չէ Յամբուին կխփենք։ Իրականում վերջին 5-6 ամսվա ընթացքում Սաուդյան Արաբիան, եթե չեմ սխալվում, հութիներին բավականին շատ գումար էր վճարում, տասնյակ հազարավոր հութիների աշխատավարձներ բաներ գալիս էին Սաուդյան Արաբիայից, իհարկե Սաուդյան Արաբիանը հասկանում է, որ դա ինքը չի կարող գերի լինել երկար ժամանակ հութիներին, բայց աշխարհագրությունը ցույց է տալիս, որ պետք է հաշվի նստեն։ Ինչ վերաբերում է Իսրայելով տենց նոր լոգիստիկ ճանապարհներ կառուցել, չեմ բացառում, բայց դրանք երկարաժամկետ ավելի պրոյեկտներ են։ Այդ ամեն շինարարությունը կատարելու համար նախ պետք է ունենաս որոշակի խաղաղություն, թե չէ շատ հեշտ է ուղղակի խոցել այդ թարգետ։ Նման մենք Իրանի ռազմավարությունը երբ որ վերլուծում ենք, մենք հասկանում ենք, որ իրանք չեն պայքարում հաղթանակի համար։ Իրանց ռազմավարությունը հիմնված է նրա վրա, որ գինը փորձեն պատերազմի ավելացնել, հա, թանկացնել պատերազմող կողմի համար, տվյալ դեպքում Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի համար։ Իսկ դա երբ որ անում ես ու տվյալ սիտուացիայում այնպես է ստացել, որ Իրանը բավականին լավ այս բայդրությամբ տպավորություն կա, որ կոնտրոլ ունի գոնե ինչ որ լուրջ չափով Հորմուզի վրա։ Սա արդեն ռազմավարական խնդիր է Միացյալ Նահանգների համար։ Կարա դա հանդուրժի, թե չի կարող հանդուրժել։ Գիտեք, շատ վերլուծաբաններ այն կարծիքի են, որ Միացյալ Նահանգներին այս իրավիճակը ձեռնտու է, որովհետև ով է դժում այս իրավիճակից ավելի շատ, Չինաստանը, որը ամենամեծ մրցակիցն է աշխարհում, այսինքն նույնիսկ շատերի կարծիքով Իրանում պատերազմում են, պրոքսի պատերազմ է դա նաև Չինաստանի համար, բայց իրենք դժում են, օրինակ տեսեք, Չինաստանը Իրանից է նավթ գնում, նույնիսկ իրենց մեջ կար որոշակի պայմանավորվածություն, որ դոլարային այդ սանկցիաները ուրեմն շրջանցելու համար իրենք յուանով էին վճարում, հիմա Միացյալ Նահանգները բլոկադայի է ենթարկել իրանական նավթը, այսինքն Չինաստանը դժում է, եւ բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հաղորդագրություններ կան, որ Չինաստանը ինչ որ օգնում է Իրանին եւ այլն։ Այս իրավիճակը արդյոք ինչ որ առումով նաեւ շահեկան չէ Միացյալ Նահանգների համար։ Այսինքն հիմնական դժողները եվրոպական երկրները եւ Չինաստանն են։ Մնաց իսկ շահող երկրները ըստ որոշ տեսակետների Միացյալ Նահանգներն է, Ռուսաստանն է, այլ երկրներ Կանադան, Նիգերիան, Ղազախստան, Վենեսուելա եւ այլն։ Այն երկրները, ովքեր որ էներգետիկ ախվածություն չունեն, ասենք Հորմուզի նեղուցից եւ ընդհանրապես գլոբալ նավթային համար։ Այստեղ ինձ թվում է վերլուծելու մի քանի շերտ կա։ Շերտ համար 1, եթե մենք զուտ նայում ենք, օքեյ, պատերազմա գնում, այսինքն ռիսկի պրեմիումը թանկանում, այսինքն նավթի գինը թանկանում, ռիսկը, որ նավթը դու արդյոք կարող ես ստանաս քո պորտում, բավականին ռիսկի գործոնը մեծ է։ Այո, բայց դու նավթ արտադրող երկիր ես, չէ՞, արտահանող նույնիսկ երկիր։ Ես հիմա խոսում եմ ներգրողի տեսանկյունից, բայց հիմա արտահանող երկրի տեսանկյունից գինը բարձրանում է, այսինքն առաջին հայացքից այն երկիրը, որը ներմուծում է, իրենց դա ձեռ չի տալիս, ով որ վաճառում են, նրանց ձեռ է տալիս։ Խնդիրը ստեղ սենց է, քանի որ գոնե հիմնականում մեծ երկրները դեռ ունեն ռեզերվներ, իրանք կարողանում են դրանք սպառել։ Թեև շարունակում են թանկ նավթ առնել, որտեվ այսպես թե այնպես ավելի լավ է առնեն թանկ նավթ, այդ ռեզերվները ինչ որ չափով պահեն, քան թե ուղղակի հույսը դնեն նրա վրա, որ պատերազմը միգուցե ինչ որ մի պահից կկանգնի։ Արդյոք կշահեն, թե տեսեք,
տնտեսական մոդելը կառուցված չի նրա վրա, թե ինչքան ժամկետ այդ պատերազմը կտևի, ինչքան կլինի տևողականությունը այդ պատերազմի։ Այստեղ ամենամեծ խնդիրը, որ օրինակ ասում ենք Միացյալ Նահանգներին կարող է սա ձեռ տա, ես խիստ կասկածում եմ, որովհետև եթե Հորմուզի նեղուցը մնում է Իրանի կոնտրոլի տակ, սա ռազմավարական պարտություն է Միացյալ Նահանգների համար, գոնե առնվազն հարված է Միացյալ Նահանգների համար։ Սա նաև հարված է ընդհանրապես բոլորի համար, որովհետև պարզապես մտածել, թե այ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները երկու գերտերություն, որոնք մրցում են գլոբալ դոմինանտ դերի համար, հա, այդպես է, բայց եթե Իրանը կարողանում է կոնտրոլ ունենալ, նա այնպես չի, որ Չինաստանին ասելու է ես քեզ պրիվիլեգիա եմ տալու։ Հիմա կարողանում է կոնտրոլ անել Իրանը, որտեղ կրկնակի բլոկադա կա, այնտեղ Ամերիկան էլ է բլոկադայի ենթարկել։ Բայց նաև որոշակի նավեր, օրինակ նույն Սաուդյան Արաբիան, Հա, ինքը թողում է, որոնք միայն իրանական նավերին չի թողում։ Իրանական նավերին չի թողնում, բայց օրինակ կան տանկերներ, որոնք իրանական կամ Սաուդյան Արաբիայի նավթն է, բայց այլ երկրի տանկերի մեջ է ու դրանք դուրս են գալիս։ Այսինքն ստեղ մի քիչ այնուամենայնիվ ինչ տակտիկական մանիպուլյացիա է գնում ու բոլորը դա հասկանում են, ոչ մեկ միամիջ չի, բոլորը հասկանում են այդ տակտիկական մանիպուլյացիան, բայց դիմացը առնելն էլ դժվար է, քանի որ վերջը գործ ունեն այլ գերտերություններ։ Հասկացեք, նույնիսկ եթե Միացյալ Նահանգները եւ Չինաստանը իրար հետ մրցում են, դա դեռ չի նշանակում Միացյալ Նահանգները ինտերես ունեն, որ Չինաստանը ասենք քանդվի, որտեղ մեծ պետության կոլապսը դա գլոբալ այնց ցնցումներ է առաջացնում, որ sense քանդվել չէ, բայց ազդեցության տարածումը կանխելու մասին է խոսքը։ Տեսեք, հիմա վերադառնանք Վենեսուելային։ Ինչ էր կատարվում, Չինաստանը արդեն կարելի ասել իրենով էր արել Վենեսուելան, նույն Պանամայի ջրանցքը, հիմա Կուբայի մասին արդեն ավելի շատ խոսում, այսինքն այդ տարածումը կանխելու խնդիր է լուծում Միացյալ Նահանգները։ Այո, Չինաստանի տարածումը նկատի ունեմ։ Այնուամենայնիվ, տեսեք, Չինաստանը այո մեծ ռիսկ կա մերձավոր արևելքից նավթը իմպորտացիա անելու համար, բայց նաև Չինաստանը ունի նախ որոշակի իր ռեսուրսները, ունի Ռուսաստանից որոշակի ռեսուրսներ, այսինքն ինքը ունի որոշակի չափով դիվերսիֆիկացված, այսինքն Բրազիլիայից, Վենեսուելայից էլ է, ընդամենը 20%-ն է չինական սպառման, ուրեմն նավթը գնում Հորմուզի նեղուցի երկրներից։ Որը իմիջիայլոց շատ մեծ թիվ է, մենք 20% այսպես ասում ենք 1/5 է, բայց ինքը բավականին մեծ կտորն է ընդհանուր բանի ներկապնակի։ Ուսման Վենեսուելայի մասին խոսենք։ Թրամփը հաճախ այդ Վենեսուելայի անունն է տալիս, որ Միացյալ Նահանգները եւ Վենեսուելան միաժամանակ կարող են, չգիտեմ, ինչ թվեր ապահովել եւ այլն։ Բայց ես նայում եի այդ թվերին, մենք ասում ենք, չէ, որ աշխարհի ամենամեծ ռեսուրսները Վենեսուելայում են, բայց ընդամենը օրական 1 միլիոն բարել ուրեմն նավթ է արտահանում։ Ինչու, եթե այդքան մեծ հնարավորություններ ունի։ Նախ ինֆրաստրուկտուրայի այնտեղ Չավեսի ու հետո Մադուրոյի ադմինիստրացիաների ընթացքում, իսկ դա մոտավորապես 20 տարի, եթե ոչ ավել, ինֆրաստրուկտուրայի մեջ այնտեղ ընդհանրապես համարյա ներդրում չեղավ։ Երկրորդը Վենեսուելայի խնդիրներից մեկն է, իրանց նավթը ավելի բանը sour grade, այսինքն դառը նավթ, ասելով այսինքն կեղտոտ նավթ է։ Ու ինքը ունի շատ կոնկրետ refinery-ներ, շատ կոնկրետ պիրաբոտկա անելու գործարաններ, վերամշակման գործարաններ, որտեղ ինքը կարող է էքսպորտ անի։ То есть իրանց մոտ կա համ ինֆրաստրուկտուրայի խնդիր ու այնտեղ մեծ աշխատանք պետք է արվի Միացյալ Նահանգների կողմից, որ դա update արվի։ Ես համոզված եմ ժամանակի միայն հարց է, որ Վենեսուելայի նավթը դառնա անգլերեն ասած marketable ավելի։ Այսինքն հենց լոկալ ներդրումները արվեն, նմանդ երկրաշարժից հետո շատ ավելի, ընդհանրապես Լատին Ամերիկայում հիմա շատ մեծ ցանկություն կա Միացյալ Նահանգների հետ տնտեսությունները ավելի ինտեգրելու։ Համ Կոլումբիան, բոլորը ուզում են Միացյալ Նահանգների ներդրումները այնտեղ։ Իրանք էլ չեն նայում Չինաստանին որպես իրանց Միացյալ Նահանգներն էլ ուզում է ուրեմն Պարսից ծոցի երկրների ներդրումները եւ այդպես փողը գալիս է ու սահում է բան ամբողջ հա, բայց Լատինական Ամերիկա։ Այդ նախկին Մոնրոյի դոկտրինա է, որ արևմտյան տարածքն է։ Հա, արևմտյան կիսա Պոլշարիա Ռուսերեն կիսագնդում, արևմտյան կիսագնդում Միացյալ Նահանգներն են հեգեմոնը ու ոչ մի այլ խաղացող այստեղ պետքա դոմինանտ դեր չտանի, կարելի ասել Միացյալ Նահանգները Տրամպը հասավ
այդ նպատակին, որ այդ դոմինանտ դերը պայի, բայց Իրանը ոնց որ Ուկրաինան Ռուսաստանի համար, նենց էլ Իրանը Միացյալ Նահանգների համար, նենց ռիսկ կա, որ կարող է դառնա մի հատ պրոբլեմ, որը սենց դանդաղորեն հյուծում է։ Այդ դրա ռիսկը Հիմա դրա բավականին մեծ է։ մասին խոսենք։ Եթե եւս 5 ամիս շարունակվի, օրինակ, ես որքան հասկանում եմ, իրանական կողմի ուրեմն ծրագրերի մեջ այն է, որպեսզի եւս մինչև գոնե նոյեմբեր այս իրավիճակը պահպանվի, որը կբերի հանրապետական կուսակցության պարտությանը, Թրամփի հեղինակազրկմանը եւ այլ ընտրություններ են սպասվում եւ ենթադրենք մինչև նոյեմբեր եւ ավել շարունակվի, ինչ է սպասվում։ Ինչ կարող է Հավանականությունը շատ մեծ է, որ հանրապետականները պարտություն կկրեն, ամբողջ խնդիրը ստեղ սենց է միայն ներկայացուցիչների պալատում, թե սենատում նույնպես, այսինքն երկու պալատները կլինեն հարվածի տակ։ Այսօրվա դրությամբ այնպես է տպավորությունը, որ երկու պալատները կարող անցնեն դեմոկրատներին։ Եթե անցան դեմոկրատներին, այսինքն Տրամպի գործերը շատ բարդանում են, բայց արտաքին քաղաքականությունը դա նախագահական կոնստիտուցիայով սահմանադրությամբ դա նախագահական թևի պատասխանատվության ներքո, այսինքն արտաքին քաղաքականությունում չեմ կարծում կուրսի փոփոխություն լինի, պրոբլեմը ուրիշ տեղ կարող է լինի, իսկ ով է ֆինանսավորելու, այսինքն կապ չունի թե արտաքին գործերի նախարարությունը, այսինքն գոսդեպարտամենտը, պետդեպը, թե ինչ տեսակի քաղաքականություն Ռուբիոն կկիրառի Տրամպի համաձայնությամբ։ Խնդիրը այստեղ ավելի շատ թե կոնգրեսը դա կֆինանսավորի, թե չէ։ Օրինակ Վիետնամի պատերազմը կոնգրեսը կանգնացրեց։ Քիսինջերը եւ Նիքսոնը գնացել էին որոշակի համաձայնության էին եկել, շարունակում էին ֆինանսավորել այնտեղ զորքերը, որպեսզի Միացյալ Նահանգները ունենային ներկայություն, բայց կոնգրեսը միանձնյացելով երկու պալատները ուղղակի որոշեցին, որ ու երկու կուսակցությունները բոլորը այնքան ոչ պոպուլար են, որ ուղղակի կանգնացրեցին պատերազմը։ Այո, ես չեմ կարծում, նույնիսկ եթե դեմոկրատները հաղթեն արտաքին քաղաքականության մեջ, նույն դեմոկրատների մեջ շատ ավելի այդպես warmonger-ներ կան, քան հանրապետականում, Ինձ թվում է, այսինքն իրանական պատերազմը կանգնեցնել չեմ կարծում, թե որտեվ երկու կուսակցությունը պատերազմի հարցում կարծես թե միանշանակ կան իհարկե դեմոկրատների մեջ եւ նաեւ հանրապետականների մեջ պացիֆիստներ, հա, այդպես ասենք, լիբերտարիաններ, որոնք ընդհանրապես դեմ են Միացյալ Նահանգները պետք է դուրս գա ամբողջ աշխարհից, վերադառնա եւ այլ եւ այլ։ այդ իզոլացիոնիզմը, բայց կարծում եմ, որ կշարունակի, բայց ինչ է դա նշանակում գլոբալ տնտեսության համար, այդ մասին եմ ուզում խոսել։ Ես փոքրիկ բան, ես այդքան շատ համաձայն չեմ, ոչ թե որ դեմոկրատները խաղաղասեր են, աբսոլյուտ դրա մասին չի խոսքը, բայց Իրանի պատերազմը, քանի որ Իրանի պատերազմը որոշակի կապ ունի Իսրայելի հետ, այսինքն գոնե 6 ամիս առաջ, երբ որ սկսվեց այս փուլը պատերազմի, բոլորը հասկանում էին, որ Միացյալ Նահանգները այս պատերազմի մեջ մտան ժողովրդական լեզվով ասած Իսրայելի խաթր։ Հիմա այս նոր փուլը ես չեմ կարծում, էլի ասում են այելի Իսրայելի խաթր, ես չեմ կարծում, ես փուլը Իսրայելի խաթր։ Ինչու, բայց բացատրեմ։ Այն անգամ երբ որ սկսվեց, Իրանը այտենց կոնտրոլ չուներ Հորմուզի վրա։ Նրանից հետո, քանի որ Իրանի կոնտրոլը ավելի շատացավ Հորմուզի վրա, հիմա արդեն Իսրայելը լինի, չլինի, արդեն Միացյալ Նահանգների ռազմավարական կալկուլուսի իրանց հաշվարկի մեջ չի մտնում, որ Իրանը պետքա կոնտրոլ այդ տիպի ունենա Հորմուզի վրա, այսինքն այս երկրորդ սկսելը ըստիս սա կապ չունի Իսրայելի հետ։ 6 ամիս առաջ որ սկսվեց, կապ ունի Իսրայելի հետ, բայց այդ մենք կարող ենք ինտերպրետացիա անենք, հասկանանք, մեծամասնությունը ժողովրդի նայում է, որ սա Իսրայելի համար է արվում։ Հիմա դեմոկրատների կողմում շատ ուժեղ հակաիսրայելական սենտիմենտ կա։ Այո, եւ նաեւ հակառուսական կա, այսինքն եթե դեմոկրատները հաղթում են, դա նշանակում է լայնածավալ պատերազմ ընդդեմ Ռուսաստանի, այսինքն ավելի շատ օգնություն Ես չեմ կարծում լայնածավալ։ Խնդիրը այստեղ լայնածավալի մեջ խնդիրը ավելի լավ, խնդիրը իրանց տեսանկյունից, Միացյալ Նահանգների տեսանկյունից դանդաղ, երկար, հյուծող։ Սատելիտով ինֆորմացիան տալ, կոորդինատներ տալ, ռեսուրսներ տալ, աստիճանաբար տվել են լիցենզիան Patriot հրթիռների, որ Ուկրաինայում կառուցեն։
Հիմա դրանք որ արդեն կառուցեցին ու հետո այսինքն աստիճանաբար այդ էսկալացիան ոնց որ ասի ինքը համ աճում է վերտիկալ, համ հորիզոնտալ։ Արդյոք դա կլինի լայնածավալ, չեմ կարող բացառել, բայց ավելի հավանական եմ համարում, որ գոնե մոտակա ժամանակ ցած աստիճանաբար փոքր ճնշումը ավելի ու ավելի մեծանա։ Դեմոկրատները կլինեն թե հանրապետը մի քիչ հաշվարկի մեջ էլ կա տարբերություն։ Ռուսաստանը վերջիվերջո ստրատեգիական նշանակություն ունի այն առումով, որ ինքը ստրատեգիական մրցակից է։ Վերջիվերջո մենք ունենք 3 գերտերություն ու իրանց միջև գնում է այդ պայքարը դոմինանտության Այո, բայց երկուսն էլ եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը հասկանում են, որ իրենց այսպես ասած գլխավոր մրցակիցը Չինաստանն է, որովհետեւ այն տեմպերով, որ Չինաստանն է զարգանում, կուլ է տալի ամբողջ աշխարհը։ Եվ դա առաջին հերթին հենց Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին է վերաբերվում։ Եթե Ռուսաստանը այդ սենտիմենտը կիսեր, օրինակ ընդհանրապես մի 10-15 տարի առաջ Ռուսաստանը շատ հետաքրքիր ձևով էր իրան պոզիցիան իր վերցրել, հա, իր դիրքավորումը նենց էր վերցրել, որ քանի որ Չինաստանը աճում էր եւ բոլորը տեսնում էին, որ Չինաստանն է Միացյալ Նահանգների մրցակիցը, Ռուսաստանը համ ուրախ էր, որ այդ էներգիան Միացյալ Նահանգների գնում է դեպի Չինաստան, համ դա իր համար էլ էր հնարավորություն։ Նախ նավթի գներն էին շատ բարձր, այսինքն Ռուսաստանը ավելի հարստանում էր, ամբիցիաներն էին ավելի ուժանում։ Չինական, ուրեմն Չինաստանը Ռուսաստանից մոտավորապես 20%, հա, կախվածություն ունի նավթի պաշարների 20%-ը ստանում է Ռուսաստանից, թե ավելի քիչ։ Լավ, վերադառնանք կախվածությունը, սենց ասենք, Ռուսաստանը տենց է մենակ փող աշխատում։ Վերադառնանք իրանական պատերազմին եւ փորձենք հասկանալ ինչ է սպասվում։ Իհարկե չեմ առաջարկում կանխատեսումներ անել կամ գուշակություններ, բայց ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ այս պատերազմը այդպես վաղ ավարտվող պատերազմ չէ, եթե դա լինի կամ պետք է լինի, ասենք, ցամաքային ներխուժում, որը չեմ կարծում կլինի, որովհետև Թրամփի ադմինիստրացիան համենայն դեպս ամեն մի կյանքի համար, այսպես կստացվի ամբողջ իրենց քարոզչությունը եւ այլն ջուրը գցեցին, դրան պատրաստ չէ։ Դա իսկ այս ճանապարհով մենք տեսնում ենք, որևիցե արդյունք չի տալի, այսինքն պետք է այնքան ձգվի, մինչև ուժերը սպառվեն մի կողմից կամ մյուս կողմից, բայց այդ ընթացքում ամբողջ աշխարհի գլոբալ տնտեսությունն է տուժում։ Ինչ սպասենք։ Մի հատ կարևոր բան ասեմ այս առումով։ Տեսեք, այդ հարցին պատասխանելու համար, հա, այսինքն կա տարբեր սցենարներ, այսինքն ընդհանրենք վատ սցենար, ինչ որ միջին սցենար, լավ սցենար, բոլոր սցենարների մեջ հիմա տենց չանցնենք, չգիտեմ ինչքան ժամանակ ունենք, բայց մի հատ կարևոր բան ասեմ։ Ենթադրենք, եթե էսկալացիան շարունակվում է, հասկանանք ոնց Իրանը կարող է իր ռազմավարությունը ավելի ուժեղացնի, հա, ավելի պոտենց սարքի, որ նա հաջորդ քայլը, լավ, Հորմուզի վրա որոշակի կոնտրոլ ունի, այլ ոնց կարա վնասի։ Տենց ես չգիտեմ հայերեն կամ ռուսերեն ոնց են դրան ասում, անգլերեն ասում են desalination plants։ Desalination plant-ը սրանք գործարաններ են, որոնք մերձավոր արևելքում այնտեղ լուրջ խմելու ջրի խնդիր կա։ Վերցնում են ջրը, տենց մի բան, վերցնում են աղի չխմելու ջուրը, վերամշակում են, սարքում են խմելու ջուր։ Իրանը, եթե չեմ սխալվում, 5%-ից ավելի ցածր կախվածություն ունի այդ այտենց ջրից։ Արաբական երկրները ավելի շատ մեծ տոկոսով կախվածություն ունեն։ Այսինքն, եթե էսկալացիան նենց է, որ ավելի լայնածավալ պատերազմ է դառնում, Իրանը կորցնելու բան չունի, որ սկսի արդեն այդ ինֆրաստրուկտուրաները։ Հա, ու այդ արդեն դառնում է միայն, եթե չեմ սխալվում, ուզում եմ հիշեմ, որտեղ էր LNG տերմինալը, LNG liquefied natural gas, որ հեղուկացված գազը։ Այդ տերմինալ, չէ, Սաուդյան Արաբիա, կարծեմ Արաբական Էմիրությունների, այո, Էմիրություն։ Խփեցին այդ ինֆրաստրուկտուրան ջան $20 միլիարդ, դա շատ մեծ պրոյեկտ է, այսինքն դա վերցնել, սարքել տևելու է տարիներ։ Այդ տեխնոլոգիան հեշտ չի էլի այդ ամեն ինչը անելը։ Այո, բայց մյուս կողմից մենք մոռանում ենք, որ Իրանն էլ է դժում, չէ՞։ Բաց հասկանալի է, որ իրենց զենք ավելի էժաններ է, չգիտեմ, իրենց դրոնները ասենք $30,000 են, ամերիկյան պաշտպանական համակարգը կարող է 30 միլիոն նստել այդ։ Հա, բայց մյուս կողմից իրենց նավթի արտահանումն են փակել, չէ՞, բլոկադայի ենթարկված։ Իրենք էլ են դժում այդ սանկցիաները եւ այլ, ինչքան կարող է ձգել Իրանը։
այդ բանը։ Այստեղ չէ խնդիրը դառնում, ով ավելի երկար կձգի։ Տեսեք, օրինակ որ ասացիք դրոնների մասին, սա շատ կարևոր է ասեմ։ Իրանի այդ Հորմուզի ափը մոտավորապես 500 մայլ երկարությամբ, մայլ հայերեն մղոն հայ երևի, 500 մղոն երկարությամբ եւ 500 մղոն խորությամբ։ Այդ տարածքից է, որ գալիս են այդ դրոնները։ 500 մղոնը 500 մղոնի վրա դա մոտավորապես 300 հատ Տոկիո քաղաք է։ Պատկերացնում ենք, չէ՞, ինչքան մեծ է։ Դրա վրա եկեք ավելացնենք, որ սա սարային լանդշաֆտ ունի, հա։ Մարդիկ որ ասում են աշխարհաքաղաքական գեոպոլիտիկա, շատերը նույնիսկ վերլուծաբանները, որ մեկ-մեկ լսում ես աշխարհաքաղաքական այդ աշխարհ բառը մտածում են աշխարհ, գլոբալ, դրա մասին է։ Աշխարհը աշխարհագրությունն է, գեոգրաֆիա, geography։ Այսինքն աշխարհագրությունը այդտեղից դրոնը ինչ է, դրոնը մոտավորապես մի հատ փոքր մահճակալի չափ սարք է, որը շատ մեծ վնաս կարող է տա բավականին լուրջ նավերին, հա, եթե մի 2 հատ 3 հատ խփեն, կարող են շատ լուրջ նավեր խորտակեն վրան հրթիռը դրած։ Այսինքն այդտեղից այդ կոնտրոլի տակ պահելը շատ բարդ ու շատ թանկ գործ է։ Իրանի համար դա բավականին տանելի ցավ է, ասենց ասենք։ Իրանք հələ որ տպավորություն ունեցա, որ իրանք կարողանում են դիմադրել։ Թե ինչքան կդիմադրեն, դա այն հարցն է, որ նույնա որ հարցնեք հիմա ոնց սա կվերջանա։ Չգիտենք մենք ոնց։ Համաշխարհային տնտեսությունը ինչքան կձգի, այսպես։ Ну, եթե ստրատեգիական ռեզերվերը, նոր այլընտրանքային ուղիները եւ այլն։ Այդ ու եթե վերցնենք այս բոլոր անկանխատեսելի տարբերակները, որի Ենթադրենք ամենավատ սցենարով է զարգանում։ Տեսեք, ամենավատ սցենարով վեկտորները եթե վերցնենք բոլոր սցենարներով, եթե մի քիչ ավելի վատանում, այսինքն ռեզերվները ավելի են քչանում, նավթի գինը ավելի է բարձրանում, հութիները բոլոր տարբեր Ուկրաինան արդեն սկսում է հրթիռներով խփել Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը ոչնչացնում է Օդեսան, որը հիմնական պորտն է, որ Ուկրաինան էքսպորտ անում իր ցորենը եւ այլ տարբեր գյուղատնտեսական եւ այլ ապրանքներ։ Եթե այդ է կատարվում, եթե Չինաստան սկսում է նավթն ու գազը չկար, այս ամեն ինչի վրա եթե ավելացնում եք, որ արհեստական ինտելեկտը 3-4 օր առաջ, ասենք, լրիվ ինքը իրան որոշում է կայացնում, ինչ որ կամպանիաներից մեկի ոնց որ մտնում է համակարգը հեքինգ է անում, լրիվ ինքը իրան բեկանում է հեքինգ անում ու մի լուրջ կամպանիայի, ասենք, շատ լուրջ վնաս է տանում, շարքից հանում է լավ ստարտափի, ну մի կերպ կանգնացնում են բան, բայց կոպիտ ասած այդ ամեն ինչի վրա հիմա մտածեք, եթե արհեստական ինտելեկտն էլ է մտնում պատերազմական այդ տարբեր պրոյեկտների մեջ, այնքան անկանխատեսելի բան կա, որ ասենց ասեմ, բավականին վախենալու է դառնում այս ամեն ինչը։ Երրորդ համաշխարհային պատերազմը որքան է հավանական, ըստ քեզ։ Տեսեք, մեր մոդելը երրորդ համաշխարհային պատերազմ, մենք ոնց է մեր միտքը աշխատում, մենք ունենք երկու նախորդ համաշխարհային պատերազմ ու մենք մոդելը ման են գալի նրանց նման։ Սա ուրիշ է։ Ստեղ մենք ունենք այնքան տարբեր ֆակտորներ, вообще արհեստական ինտելեկտն էս նորությունա, որ մենք ուղղակի չենք պատկերացնում։ Ես չգիտեմ արդյոք համոզված եմ, արդեն կան լիքը ռոբոտներ, որ կարան պատերազմի մասնակցեն։ Շատ հնարավոր է որոշ թաթերաբերումներում ուղղակի դու կունենաք համ արտիլերիան, համ ավիացիան, ամեն ինչը լիովին արհեստական ինտելեկտի կողմից կառավարվի։ Իսկ այլ հարց կարելի է տալ, մի քիչ sense բան հետաքրքրացնում եմ խոսալ, իսկ կարող ենք արդեն երրորդ համաշխարհայինի մեջ ենք ուղղակի չենք դա Ինչի համար, որովհետև այդ համակարգերը կարծես թե այդպես էլ աշխատում են։ Օրինակ հարվածներ հասցնելու ամերիկյան համակարգերը։ Արհեստական բանականությունն է այսպես կետերը խոցելի կետերը որոշում եւ հետո մենք օրինակ մտածում ենք, որ արհեստական բանականություն դպրոցին որ հարվածեցին, ինչ որ սխալ կոորդինատների հարցեր եւ ոչ թե կոնկրետ դրել էին ու խփել էին, այլ այդ հետո արհեստական բանականությամբ համեմված, ես հիմա մասնագիտական տերմինները միացել չօգտագործեմ, բայց հասկանալի ինչ եմ խոսքը։ Հետո ուրիշ մի հատ կարևոր խնդիր կա, տեսեք, արհեստական բանականությունը մենք մտածում ենք, որ ինքը տենց անպայման Տերմինատոր կինոյի նման, հա, տենց անպայման պետքա կրակի։ Արհեստական բանականությունը կարող է ինչ-որ ձևով մտնի տվյալ երկրի, ասենք, առողջապահության համակարգ ու մի մարդ, որ պայմանական սրտային է կամ ճնշման խնդիր ունի ու դեղեր պետք է ստանա, ուղղակի դեղերը բոլորի փոխի, որ ասենք ում ճնշումը պետք է իշնի, նենց դեղեր ուղարկի, որ նենց ուժեղ ճնշում։ Այսինքն կարա մասսայական այլ տեսակի terror-ի ենթարկի մեծ քանակի բիո
կենսաբանական զենքերի մասին։ Կենսաբանական զենքերը իրանց հերթին, այսինքն այս ամեն ինչը ու ամբողջ խնդիրն անում է որ վերջերս մի աղջիկ տենց իստմա ChatGPT-ով միտքեր հավաքել Facebook-ում գրել որ ներկայիս աշխարհակարգը նման է մոտավորապես 45 թվականին, երբ որ ոնց որ աշխարհը դրե կիսում էին մեծերը, իրականում դա սխալ վերլուծություն է, ավելի շատ եթե պետք է անալոգիա տանենք, ավելի նմանա 37 թվականին, 39 թվականին, որ ամեն ինչը նոր սկսում էր, то есть կատաստրոֆան հլա արժևում է, եթե լինելու է, բայց ամեն ինչը տանում է ոնց որ թե դեպի դա, աստիճանաբար, փոքր-փոքր։ Ու շատ վախենալու է, շատ հուսանք ինչ որ նոր սցենարներ առաջ կգան եւ դե եթե արհեստական ինտելեկտը ասում ինքը իրան որոշում է արդեն այնց բաներ որոշել։ Նայած թե ովքեր են վերահսկում այդ արհեստական դե եթե արհեստական բանականությունը որոշի որ մարդկությունը այնքան սխալ հիվանդագին միտք ունի որ մարդիկ իրար որոշում են սպանել, կարող է որոշի որ ձեզ պետք չի ոչ մի ազատություն, ես ձեզ պետքա կոնտրոլ ունեմ, որ ձեզ փրկեմ ձեզանից։ Շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Պարոն Տեր-Ներսիսյան, հետաքրքիր մեկնաբանությունների համար եւ հետևենք իրադարձություններին։ Շատ բարի, շնորհակալություն։ Շնորհակալություն նաեւ ձեզ մեզ հետևելու համար։ Իմ զրուցակիցը քաղաքագետ, տնտեսագետ Հայկ Տեր-Ներսիսյանն էր, կհանդիպենք։